Կառավարության որոշման նախագծում ներառված են անասնաբուծության խթանման ուղղված հետևյալ ծրագրերը՝ խելացի անասնաշենքերի կառուցում եւ տոհմային տաղարաբուծության զարգացում։ Նախկինում գործող խելացի անասնաշենքերի ծրագրի համեմատ այս նախագծում իրականացվել են որոշ լավարկումներ եւ լրացումներ, մասնավորապես շինարարական աշխատանքների համար անհրաժեշտ ծախսերի վերագնահատում է տեղի ունեցել, որի արդյունքում բարձրացվել է ներդրվող գումարների շեմը, հետևաբար նաև փոխհատուցվող գումարների չափաբաժինն է բարձրացել, օրինակ եթե նախկին ծրագրում 40-ից 45 խոշոր եղջերավոր կենդանու համար կառուցվող անասնաշենքը գնահատվում էր 35 միլիոն դրամ, ապա առաջարկվող նախագծում այն գնահատված է 46 դրամ, որի 50%-ը համաձայն ծրագրի ֆերմերները կարող են հետ ստանալ փոխհատուցում, այսինքն 23 միլիոն դրամը նախկինում 17.5 միլիոն դրամի փոխարեն։ Նշեմ, որ սահմանված է արտոնյալ պայմաններ սահմանամերձ բնակավայրերի, կոոպերատիվների եւ սոցիալական որոշ խմբերի համար եւ սահմանվել է այստեղ 70%-ի ծախսերի փոխհատուցում։ Վերակառուցման համար փոխհատուցման չափաբաժինը սահմանվել է 25%, իսկ սահմանամերձ բնակավայրերի համար այն 45% է։ Իրականացվել է գլխաքանակի փոփոխություն, մոդելների տեսակների փոփոխություն, կառուցման եւ վերակառուցման համար նախկինում էլ առաջարկում էր 3 մոդել։ Այս առաջարկում ծրագրից հանվել է 10-ից 15 գլուխ խոշոր եղջերավոր կենդանների անասնաշենքի մոդելը հանվել է եւ փոխարենը հիմա առաջարկում ենք եւս 3 մոդել 20-ից 25 գլուխ, 40-ից 45 գլուխ եւ երրորդ մոդելը 95-ից 100 գլուխ կենդանների պահվածքի համար։ Սահմանվել է, որ կառուցվող խելացի անասնաշենքերում պարտադիր պայման է տոհմային կենդանների պահվածքը։ Ծրագիրն ունի, նշեմ, որ եւ փոխհատուցման եւ վարկային բաղադրիչ, վարկային բաղադրիչով կառավարությունը սուբսիդավորում է ներգրաված վարկի 10%-ային կետը, ինչպես նաեւ նշեմ, որ սահմանվել է արտոնյալ ժամկետ 18 ամիս, նախկինում գործող 12 ամսի փոխարեն։ Այսինքն, եթե ֆերմերը վարկ է ներգրավում անասնաշենքի կառուցման համար, կարող է 18 ամիս մայր գումարի վճարում չիրականացնել։ Իսկ սահմանամերձ բնակավայրերի համար վարկային տոկոսադրույքը սուբսիդավորվում է ամբողջությամբ։ Տոհմային տաղարաբուծության զարգացման ծրագրում ավելացվել է աջակցման մեկ այլ մեխանիզմ, համաձայն որի, եթե շահառուն օգտվում է խելացի անասնաշենքերի ծրագրից եւ ունի խելացի անասնաշենք, ապա ձեռք բերվող տոհմային կենդանների համար կարող է ստանալ փոխհատուցում, մինչև 25 գլուխ խոշոր եղջերավոր կենդանու դեպքում 30%, իսկ 25 եւ ավելիի դեպքում 40% փոխհատուցում։ Նշեմ նաեւ, որ շարունակվում է այս նախագծով խոշոր եղջերավոր կենդանների ձեռք բերելու համար վարկային տոկոսադրույքի սուբսիդավորումը 11%-ային կետով, եթե Հայաստանի տոհմային տնտեսություններից է ձեռք բերվում, եւ 10%-ային կետով, եթե ներմուծող կենդանիներ են։ Այստեղ էլ արտոնյալ ժամկետը սահմանված 12 ամիս է։ Եվ մի բաղադրիչ էլ է ավելացել, պայման էլ է ավելացվել, երկու ծրագրերում էլ պարտադիր պայման է սահմանվել, որ շահառուները պետք է լինեն իրավաբանական անձիկ։ Շնորհակալություն։ Շնորհակալ եմ, պարոն Խոջյան, բայց չասցիկ նախորդ շրջանում մեր ծրագիրը ինչ արդյունք ա ունեցել, քանի խելացի անասնագոմ ա կառուցվել, քանի գլուխ քանի անասնագլխաքանակով եւ ինչքան է ծախսվել։ Պարոն վարչապետ, նախկին մեր ծրագրի շրջանակներում այսօր մենք ունենք կառուցված 58 խելացի անասնաշենք, ընդհանուր խոշոր եղջերավոր կենդանիների տոհմային կենդանի ներմուծման ծրագրի շրջանակում մենք ունենք 2400 տոհմային կենդանի ներմուծված։ Այդ երկու ծրագրերի շրջանակում անասնաշենքի կառուցման համար ծախսված գումարը կառավարության կողմից փոխհատուցված գումարը եղել է 925 միլիոն դրամ, իսկ խոշոր եղջերավոր կենդանիների վարկային տոկոսադրույքի սուբսիդավորման պարագայում այն եղել է 587 միլիոն դրամ։ Այսինքն ստացվում է, այս ծրագիրը մենք 19 թվականից ենք, չէ՞։ Այո։ Ներդրել։ Այսինքն 19 թվականից 5 տարվա ընթացքում 58 անասնագոմ ա կառուցվել եւ 2400 գլխաքանակ ա ներդրվել, ճիշտ եմ հասկանում։ Այո, պարոն վարչապետ, մի թիվ էլ կուզենայի նշել, որ ընդհանուր առմամբ այս ծրագրի մեկնարկից հետո մենք ունեցանք էկոնոմիկայի նախարարություն դիմելիությունը եղել է շուրջ 413 ֆերմեր ցանկացել է որպեսզի խելացի անասնաշենք կառուցի, այդ 413-ից միայն 102-ն են, 103-ն են կնքել էկոնոմիկայի նախարարության հետ պայմանագիր եւ ընդհանուր ավարտական կառուցվել է 58 անասնաշենք։
Այս ընթացքում մենք նկատեցինք նաև, որ շինարարական շինանյութի արժեքները փոփոխության են ենթարկվել եւ նաեւ դրանով է պայմանավորված, որ այս նախագծով առաջարկում ենք այդ փոփոխությունները, որպեսզի ֆերմերների համար տնտեսապես ձեռնտու լինի անասնաշենքի կառուցումը եւ տոհմային կենդանիներով համալրումը։